Ես Գրետել Հովհաննեսի Խաչատրյանս ծնվել եմ 1957 թվականին Վանաձոր քաղաքում։ Մի հատ թոռնիկ ունեմ, Գոռ Ավալյանը։ Ես եմ պահում, տղաս թողել է գնացել Ռուսաստանի Դաշնություն։ Երեխայի խնամողը ես եմ։ Ապրում ենք տնակում, ծայրահեղ վիճակում շատ։ Երեխաս տնակի կաթիլքից վախից ստացավ արյան լեյկոզ։ 2 տարի պաշտել ենք Երևանի հիվանդանոցում Յուլիանի անվանարյան կենտրոնում։ Ես վստահ եմ, որ Հայաստանում կգտնվի բարի մարդիկ, ոնց իմ փոքրիկին օգնեցին, աջակցեցին եւ բժիշկները, եւ բժշկական կոլեկտիվը ամբողջ տնօրենով, բժիշկներով, ամբողջ բաժանմունքով պատրաստ կանգնած էին ամեն ձևով ինձ աջակցելու։ Տեղով, սննդով, ամեն ձևով։ Ես մի տարի ու կես պարկել եմ Յուլիանի հիվանդանոցում, մինակ իրանցից ջերմ հարազատական վերաբերմունք եմ տեսել։ Ամեն տեղի հնարավորության դեպքում օգնել են ինձ, ճանապարհ են ցույց տվել, հիմնադրամներից հայթայթել եմ այդ տեղը։ Առանց կոպեկի, առանց հարազատի ես գնացել եմ Երևան իմ երեխային խնամելու, բայց ամեն ձևով իրանք ինձ հարազատի պես կանգնած են եղել, որ աջակցեն։ Իմ փոքրիկին կյանք են պարգևել։ Լավ մարդիկ միշտ եղել են։ Եկեղեցին օգնելա, Էդգար Գանջումյանի օգնեմ հիմնադրամը, ամեն դեպքում, եթե դեղա պետք եղե, մոլորվել ենք, որ ինչ անենք, մեր բժշկուհին զանգել Էդգար Գանջումյանին խնդրել, օգնել են տեղով, գումարը տվել են, տեղը գնել ենք։ Ամեն ձևով լավ մարդիկ միշտ եղել են։ Չէի պատկերացնում Հայաստանում, որ տենց լավ մարդիկ կգտնվեն, իմ այդ նեղ պահին, իմ այդ ծանր վիճակը իմ երեխու տենց կհասնեին։ Ես Աստծու օրհնությամբ, նրանց առողջություն, երկար տարիների ուրախ կյանք եմ ցանկանում եւ չեմ ցանկանա ոչ մեկը հայ օջախներում նման հիվանդ երեխա ունենա կամ տենց տառապանք ունենա։ Այդ ծանր հիվանդության, այդ տանջանքի մեջ միշտ ինձ հետ եղել են հարազատի պես Աստծու մարդիկ, Ածեց Արսենը եւ Մած Սուսաննան, ամբողջ իրանց այդ եկեղեցով ամեն ձևով կոպեկ հավաքել են թե սննդի, թե ամեն ինչի, թե դեղի, ամեն ձևով որպես հարազատ ինձ կանգնած են եղել։ Այդ 2 տարին իմ հետ հավասար տառապել են այդ մարդիկ։ Ստրեսից ես ստացա շաքար։ Շաքարից աչքս կատարախտ է ստացել եւ վիրահատության եմ ուզում գնամ, բայց հնարավորություն չունեմ։ Հույսով եմ ու հավատում եմ, որ ինձ էլ կօգնեն այս նեղ պահից, այս դրությունից դուրս գամ։